Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհները բացվեցին այն բանից հետո, երբ այստեղից հեռացան վարչապետն ու կառավարության մյուս անդամները։ Նիկոլ Փաշինյանը միջև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելը նաև ուղերձով հանդես եկավ եւ ավելի քան 30 տարի առաջ անկախություն հռչակած Հայաստանի գործող ղեկավարը հայտարարեց, որ այժմ ունենք պետություն եւ անկախություն եւ սա է այն երաշխիքը, որ կարող է կանխարգելել հետագա ցեղասպանությունները։ Ապրիլի 24-ի մեր համազգային երթը նաև մտածելու, խորհելու, պատմությունը գնահատելու եւ մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է։ Այս մտածումների եւ հաստատակամության վրա է հիմնված մեր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ կառավարող մեծամասնության վերջին տարիների քաղաքականությունը։ Ձեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատգամով մենք վճռականություն ենք դրսևորել առավել խորությամբ հասկանալու մեր ժողովրդի անցյալում ապրած ու պարբերաբար կրկնվող պատմությունը, ապագայում այդ պատմության կրկնությունը թույլ չտալու մեր այսօրը եւ գալիքը լավը դարձնելու համար։ Այսօր մենք հասել ենք այդ նպատակին, այդ թվում նրա շնորհիվ, որ հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ մեծ եղեռնը միջազգային խաղացողների մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա։ Մեր գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած հայոց պատմության հատորյակում է հիմնավոր կերպով արձանագրված, որ մեծ եղեռնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է, գործելակերպ, որը մեկնարկեց 19-րդ դարի կեսերից եւ իր ողբերգական կուլմինացիային հասավ 1915 թվականին։ Վարչապետի այցից անմիջապես հետո Ծիծեռնակաբերդ այցելեց նաև Աննա Հակոբյանը անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Աննա Հակոբյանը, որ որևէ ձևաչափով լրագրողների հետ չի շփվում, հրաժարվեց հարցերին պատասխանել նաև այստեղ։ Անվտանգության աշխատակիցներն էլ իրենց հերթին ամեն ինչ անում էին, որ Հակոբյանին լրագրողները հարցեր տալու հնարավորություն չունենան։ Տիկին Հակոբյան, ձեր հիմնադրամը նախընտրական այս փուլում հնարավոր է դադարեցնի բարեգործությունները։ Վարչապետի տիկնոջ, ինչպես նաև կառավարական պատվիրակության հեռանալուց հետո միայն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց նաև ամենայն հայոց կաթողիկոսը։ Սա առաջին տարին չէ ի դեպ, որ կաթողիկոսը միայնակ է այցելում Ծիծեռնակաբերդ, նախորդ տարիներին եւս այդպես էր, իսկ այս տարի առավել եւս նրանց միասին այստեղ լինելը դժվար էր պատկերացնել։ Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի հեռացման օրակարգ ունի, այն ամրագրել է նաև նախընտրական
քաղաքական ծրագրում։ Իսկ վեհափառը այստեղ կարճ խոսեց լրագրողների հետ, իսկ մինչև այդ նաև տարածվել էր նրա ուղերձը, որտեղ վեհափառը խոսել էր նաև Արցախի մասին, սա նաև վրդովեցնում է Նիկոլ Փաշինյանին, վարչապետը բազմաթիվ առիթներով հայտարարել է, որ իրեն զայրացնում է այն, որ հոգևորականները պարբերաբար հիշատակում են Արցախի մասին։ Սրբոց նահատակած նվիրական այսօրը մենք մեր եկեղեցականացից հետ աղոթք առ Աստված բարձրացրեցինք հայցով, որ Տերը իր շնորհը, սերը եւ խաղաղությունը հեղի մեր ժողովրդի կյանքին, որպեսզի ազգս հայոց սիրով միաբան, համերաշխ եւ ոգով աննկուն դիմագրավի իր կյանքի բոլոր փորձությունները եւ մեր հայրերի լույս պատվիրաններով ու պատգամներով կերտի իր բարեշեն, իր առաջընթաց ու հզոր կյանքը խաղաղության եւ անվտանգության պայմաններում մեր հայցն ու աղոթքն ենք առ Աստված բարձրացնում, որ Տերը մշտապես օգնական ու պահապան լինի ազգիս հայոց, ի Հայաստան եւ իսպյուրս։ Աստված օրհնի մեզ ամենքիս։ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում։ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում եկեղեցին ճանապարհ բացեք, Օրվա խորհրդից հատվածու չեք տալիս։ ապրենք օրվա խորհրդով։ Հիմա դուք ճանապարհը բացեք։ Կապված գիրքը Մասում Քարանը, որ դուրս էիք բերել, դա ինչի նշան էր, ինչու եք որոշել հիմա հանեք, որտեղ անցած տարի կարծես թե չկար։ Ինչ նպատակ ուներ։ Դա գոնե բացատրեք հասկանանք ինչի մասին է խոսքը։ Այդ հարցին կպատասխանի մեր լուսարարապետը այլ առիթով։ Կաթողիկոսի այցն ի դեպ չհեռարձակվեց հանրային հեռուստաընկերությամբ, հեռուստաընկերության ծրագրերից այդ հատվածը դուրս մնաց, իսկ այստեղ նաև ընդդիմադիր գործիչներն էին այսօր, ուժեղ Հայաստան կուսակցությունից Նարեկ Կարապետյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, այդ թվում ցեղասպանության հարցի շուրջ։ Մենք պետք է իհարկե տարածաշրջանում ունենանք լավ հարաբերություններ, բայց այդ լավ հարաբերությունները պետք է չլինեն արյան վրա, պետք է լինի արդարության հիմքով։ Թուրքիայի հետ հարաբերությունները մենք պատրաստ ենք վերականգնել առանց նախապայմանի։ Թող Փաշինյանը չզուգորդի երկու բան։ Նա այստեղ խաղ է ներկայացնում իր հասարակությանը, հայոց ցեղասպանության ճանաչումը եւ տարածքային նկրտումները երկու տարբեր բաներ են։ Մարևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային նկրտում։ Այդվում Արցախը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ միավոր է միշտ եղել եւ Հայաստանի մաս չի կազմել, անկախ միավոր է։ Ճանաչված անկախությամբ, իր անկախության օրով։ Այդ դրա վերաբերյալ ինչ գործընթաց է սպասում, եթե դուք գաք իշխանության։ Մենք պետք է իրականության առերեսվենք, ճիշտ ամենամեծ այս պահին ուղղակի մեր արցախահայերի իրենց հայրենիք վերադառնալու, անվտանգ վերադառնալու իրավունքն է։ Բացի ուժեղ Հայաստան կուսակցությունից վարչապետի քննադատության առանցքում է նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը եւս առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։ Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր նաև Գագիկ Ծառուկյանը, ներքաղաքական հարցերի անդրադարձավ Ծառուկյանը, նաև խոսեց այն հնարավոր սցենարներից, որ կարող են լինել
վարչական գործընթացում։ Վարչապետի տեխնացուների թիվը ավելացավ։ Չէ, դեր է դա։ 4-ն է, ես։ Չեք ասի ովքեր են։ Բայց մեկը ասելու ենք, դուք եք համաձայնություն տալու, իմ թիմակիցներն էլ լինելու է ապագայի վարչապետ, որ ես մեր ժողովուրդը այս վիճակից դուրս գա, ձեր ցավը տանեմ, գնացեք շփվեք, ցանկացած որտեղ կլինի, վարչական շրջան կլինի գյուղեր, մարդկանց վիճակը ծանր է, մտքերի մեջ, պատի տակ նստած, ջղայնացած, թե ոնց պետք է վարկը փակի, եւ պետք է խնդիրը կա։ Մենք ազգովի պետք է մտածենք դա անենք։ Կապ չունի Ծառուկյաննա որ կուսակցություն, այլ ազգովի, երբ որ եղանք միասնական, ընդհանուր կարողացանք համախմբել, գնատել, ով այդ փորձը ունի, այդ ցանկություն ունի, կապերն ունի, պետք է խնդրենք, կանգնենք կողքը, մենք այս վիճակից դուրս գանք։ Այսօր անձնական որ Ռոբերտ Քոչարյանին չեք ընտրի վարչապետ, եթե օրինակ մեր շուրջ համախմբում լինի։ Բայց ես նորից եմ ասել եւ համապատասխան Ռոբերտ Քոչարյանն էլ ասել, ով առաջինը կլինի, այդքան շատ զեն կտանի, նա էլ կորոշի։ Պատրաստ եք ընտրել ամենաշատ քվեստացող ընդդիմադիր Ես ասեցի, հիների հետ գործ չունեմ, գործողների հետ գործ չունեմ։ Լինի ամենաշատ քվե հավաքած դաշնակ։ Ինչ։ Ձեզ ասում են մի հին, այսինքն նախկին էլ դուք եք։ Բայց նախկին էլ ես որն եմ ասում մի հատ, եպեք ինձ հնարավորություն տվե, ամբողջ կյանքը պայքարել եմ, որ կարողանամ այդ ծրագիր իրականացնեմ, իմ կապերն օգտագործեմ, ժողովրդի մատից փուշ անենք, մեր երկիրը ծաղկացնենք, զարգացնենք, հասարակ մի բան է, որ Հայաստանը ունի մի հատ ոլորտ սպորտ, այն էլ որ Ծառուկյանը հիմքը դրել է, գումարներ դրել է, զարգացել է 25 տարի, որ այսօր եւ թիմային եւ աշխարհում բացի ոսկե մեդալից ուրիշ բան չի գալի։ Շնորհակալություն, Ընդդիմադիր մյուս գործիչները եւս այսօր ծիծեռնակաբերդում էին Հայ ազգային կոնգրեսը, Լուսավոր Հայաստանը, Միասնության թևերը, այս ուժերի ներկայացուցիչները եւս հայտ են ներկայացրել մասնակցելու ընտրություններին, այսօր այստեղ խոսում էին Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունից եւ քննադատում նրան։ Ծայրահեղությունից ծայրահեղություն կա ուրացությունը ծայրահեղությունը, կա առաջնահերթություն դրոշակի պես բերել առաջին պլան, դա նույնպես ծայրահեղություն է, բայց արտաքին քաղաքական մեր հարցերի մեջ պետք է լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն մեր համար։ Օրինակ ինչ որ եղել է հայոց ցեղասպանության ժամանակ 111 տարի առաջ, ինչի մասին է եղել, որ հայերը չպետք է այստեղ ապրեն, մեր համար խնդիր են, հայերին պետք է կոտորել եւ կոտորում են։ Հետո գալիս է օրինակ Արցախում էթնիկ զտում, էլի հայերը չպետք է այստեղ ապրեն, մեզ խանգարում են եւ էթնիկ զտում պետք է լինի։ Հետո գալիս է Միջանցքի խոսակցությունը, չէ՞, ինչի մասին է։ Մենք պետք է գնանք գանք, բայց դուք այստեղ չպետք է կանգնեք։ Միջանցքի թեման ինչի մասն է։ Մենք պետք է գնանք գանք, մեր բեռները տանենք, բերենք, չգիտեմ ինչ անենք, բայց ձեր սահմանապահը այստեղ չպետք է կանգնի։ Երբ որ դու միջազգային գործընկերներին, օրինակ, չեմ, Ամերիկայից, Մեծ Բրիտանիայից ներկայացնում ես խնդիրը այս ոճով, պատմական ընթացքը ցույց ես տալիս։ Մարդը քեզ հասկանում է, թե ինչ է կատարվել այն ժամանակ ու ինչ է կատարվում հիմա։ 91 թվականից սկսած մեր արտաքին քաղաքականության հիմքում դրված է եղել հենց այդ մոտեցումը, որ մենք ցեղասպանության ճանաչման հարցը չպետք է դարձնենք քաղաքական առևտրի մանրադրամ եւ չպետք է այդ պահանջը դնենք Թուրքիայի առաջ։ Մենք կարող ենք գնալ կարգավորմանը համաձայնվելով դրա մասին չհամաձայնելու քաղաքականության վերաբերյալ։ Այսինքն Թուրքիան եթե ցանկանում է թող շարունակի պնդել, որ ցեղասպանություն չի եղել, մենք երբեք չենք ունենա ցեղասպանության փաստը։ Այն ինչ որ Փաշինյանի քաղաքականությունը, դա մի քիչ ավելին է, քան թե այն ինչ որ մենք ինքը փորձում է տանել դեպի ցեղասպանության փաստի ուրացում։ Մենք կարևոր ենք համարում ցեղասպանության միջազգային ցեղասպանության միջազգային հանցագործության կանխարգելման տեսանկյունից, որովհետև սա ոչ մեկ չի կարող ժխտել, այն գոյություն ունի եւ մենք պետք է հետապնդենք այս հարցը, պետությունը պետք է հետամուտ լինի